Ողջույն սիրելիներս, դուք դիտում եք Սյուր իրականություն ոդքասթը, այսօր խոսելու ենք հայկական խոհանոցի պահպանման սյուր կարևորության մասին եւ թե ինչպես է հնարավոր խոհարարությունը դարձնել արվեստ։ Խոսելու ենք Աբրահամի հետ, ֆուդ բլոգեր, խոհարար։ Ողջույն Աբրահամ։ Ողջույն Լիլա։ Լավ ես։ Հիանալի, դու ինչպես ես։ Լավ եմ, մերսի։ Մերսի որ ստեղ ես։ Շնորհակալություն հրավերի համար։ Արի խոսենք փոքրիկ Աբրահամի մանկության տարիների համային հիշողությունների մասին, այդ տարիներում ինչն է քեզ հիշեցնում քո տունը, քո հարազատներին, ինչ ուտեստ կա որ հիշեցնում այդ տարիները։ Եթե նայենք ինձ հենց ծննդավայրից, հենց Վրաստանից, հենց մեր գյուղից ինձ ամենաշատը հիշեցնում է խոհարությունը եւ ուտելիքները, ինչը ես փորձել եմ երեխա ժամանակ, ավելի շատ հիշում եմ տատիկիս պատրաստած ուտելիքները, հիշում եմ ամենաշատը թոնիրի մեջ թխված լավաշը, հենց տատիկիս պատրաստած պանիրը, ոնց է թարմ լավաշով պանիրով բրդուճանում եւ ուտում, եւ հիշում եմ ամենաշատը սիրում է չստացված հացը, առաջի հացն էր դա, որ թխում են չէր ստացում, sense կլոր հաց էր ստացում, ընկնում էր մոխիրի մեջ, ինքը սևանում էր ու ես շատ էի սիրում իր այդ միջի խմորը ու զարմանալին էր որ մենակ ես է երեխեքից սիրում այդ խմորը ուտել ու շատ է ուրախանում թե ոչ մեկի չէր ասում, այո։ Նաեւ կարտոֆիլ պլեջը, քանի որ մեր տարածաշրջանի տարածված բանջարեղենը կարտոֆիլներ, այո։ Եվ պատրաստում են կարտոֆիլով տարբեր ուտեստներ, բլեջ, աթարի մեջ պատրաստած, փեջի մեջ դրած, ժառիթ, ամեն ինչ կարտոֆիլով։ Տատիկիս կողմը այդ Գորիսի շրջանում ապրում ծիպուլ էին ասում պլեջին։ Ամեն տարածաշրջանում մի անուն ունի ու ես հիշում եմ այդ հոլովակը Instagram-ում, որ դու տեղադրել էիր հենց այս թեմայով, որ տարիներ անց դու գտնվում ես նույն վայրում քո երազանքի հետ, արդեն իրականացած երազանքի հետ։ Այսօր ուզում եմ հենց այս թեմայի շուրջ ծավալենք մեր զրույցը, որոնք էին քո երազանքները։ Իմ երազանքն էր երեխա ժամանակ գալ Հայաստան, տեսնել Արարատ լեռը, ապրել Երևանում, սովորել Երևանում, ճիշտ է, իմ երեխա ժամանակվա երազանք չի եղել դառնալ ֆուդ բլոգեր, խոհարար, շատ է ուզում նկարիչ դառնալ, ճարտարապետ, պապաս նկարիչ է, դենց շատ է սիրում երեխա ժամանակ նկարել, բայց ստացվեց այնպես, որ եկա Հայաստան, սովորեցի խոհարարություն, աշխատեցի խոհարար, համատեղ սովորեցի տնտեսագիտություն, աշխատելով խոհարար, բայց ստացվեց այնպես, որ խոհարարությունը գերիշխեց, այո, ամեն ինչը, քանի որ ինքը իր մեջ նաև ներառեց արվեստ։ Ես ինձ ավելի շատ համարում եմ արվեստի ինչ որ մի բան ստեղծելու մարդ։ Այսինքն դու խոհանոցում ստեղծագործում ես։ Այո, քանի որ շատ ուտեստներ պատրաստում եմ հայկական խոհանոցից եւ ավելի շատ Արևմտյան Հայաստանի խոհանոցից եւ շատ ուտեստներ ես առաջի անգամ եմ պատրաստում եւ տեսնում ինքը վերջնական ինչ արդյունքի է հասնում, որովհետեւ իսկ որտեղից ես վերցնում այդ բաղադրատոմսերը, մտքերը, կան հայկական հետաքրքիր հայկական գրքեր, որոնց միջից նաև կան մարդիկ, ովքեր ուղարկում են բաղադրատոմսեր, շատ բաղադրատոմսեր տատիկից եմ վերհիշելով պատրաստում, թե ինչպես էր պատրաստում, շատ բաներ հարցնում եմ իրան, այդպես։ Քո կոնտենտը հենց հայկական խոհանոցն է իր մեջ ներառում, որն է քո ամենասիրելի ուտեստը հայկական խոհանոցում։ Վերականգնված, ոչ հայտնիներից, այն ինչ տարածված է հիմա, այլ այն, որ ասում ես փորձում եմ առաջին անգամ ես ինքս պատրաստում եմ ու չգիտեմ էլ օրինակ տենց շատ ուտելիքներ են եղել, ես կառանձնացնեմ երևի մանջիկը, ինքը Մուսալերան խոհանոցից է, ես սմբուկ շատ եմ սիրում։ Հավոր շատ իմ ամենասիրելի բանջարեղեն է սմբուկը, ինքը սմբուկ, սիսեր, լոլիկի մածուկ, տենց տապակած ուտեստ է, մի փոքր ավելի ջրիկոտ, ինքը թարգմանվում է կիսաջրիկ ջաշ, ես անգամ այդ ուտեստը մի քանի անգամ փոփոխել եմ, այսինքն իրանով լինում է պատրաստել եւ պանիր ավելացնել եւ հավի միս ավելացնել, ինքը հիանալի ուտեստ է ստացվում։ Հոլովակ կա այդ ուտեստի։ Այո, իհարկե 3 հոլովակ կա։ 3 տարբեր ձև։ Մի հոլովակ կգնա չէ միքստեղ, հա։ Կգնա։ Այնտեղ։ Աբրահամ, մենք մեր մեկից ավելի էպիզոդում անդրադարձել ենք հումորի թեմային, թե հումորը ինչքան վաճառվող է այսօր սոցիալական հարթակներում եւ նորություն չեմ ասի, որ հումորից հետո հենց սննդային բլոգերների աշխատանքն է վաճառվող, այսինքն հումորային կոնտենտից հետո համար 1 տարածվող նյութ համացանցում։ Կարծում եմ այդպես է, քանի որ
համարում եք պահանջը մարդկանց դա սնունդն է, ուտելն է, այո, եւ հայերը շատ ենք սիրում ուտելիք, ուտել, բայց ինչքան հեշտ է, այդքան բարդ է։ Այ հենց այդ բարդ կողմերը արի բացի մարդկանց առաջ, որովհետեւ շատերին թվում է դե ինչ կա անելու պատրաստում ենք եւ վերջի անելու շատ բան կա, ես իմ փորձով եմ ասում, իմ պատրաստելով եւ ամեն ինչով ես պատրաստում եմ շատ անգամ դրսում եւ նենց ուտելիքներ եմ պատրաստում, որ դրսում պատրաստելը շատ բարդ է լինում երբեմն արևի տակ դու մի քանի ժամ կանգնի պատրաստի լոկացիայի առումով արդեն խնդիր անձրևին պատրաստի, բնության գրկում պատրաստի, տեխնիկան հավաքի, այդքանը այդ ամեն ինչը կարողանաս իրագործել, դա շատ բարդ է, նամանավանդ ավելի բարդ է, երբ դու հայկական խոհանոցն ես ներկայացնում եւ հայկական ուտեստներ ես պատրաստում, որոնք ոչ միտեղ չկա վիդեո տարբերակը, որ դու տեսնես թե ինչպես է այն պատրաստվում։ Միայն կա բաղադրատոմս եւ անվանում, եւ դու պետք է կարողանաս եւ գեղեցիկ պատրաստել եւ լավ մատուցել եւ համով լինի, որ մարդիկ հետո պատրաստեն։ Փոխառել բաղադրատոմսը մեր օրեր։ Այո, իմ ամենամեծ միսիան դա է, ներկապային ինչ որ ես անում եմ, մի փոքր տարբերվում է մնացածներից, քանի որ ինքը շատերը պատրաստում են ավելի տրենդային ինչ որ ուտեստներ։ Ես կոտրեցի այդ կարծրատիպը իմ մոտ, իսկույն եւ բոլորի մոտ, որովհետեւ պատրաստեցի նենց ուտեստներ, որոնք մարդիկ չէին լսել, ընդհանրապես ես էլ չէի լսել, որ դա հայկական է, կարելի է դա պատրաստել, այդպիսի համադրություն կարելի է անել եւ ստացվեց եւ կան լիքը շատ բաղադրատոմսեր, որոնք միլիոնից ավել դիտում հավաքեցին, որի մասին մենակ ես գիտեի, որը մանկուց եմ կերել տատիկս պատրաստել կամ կային ուտեստներ, որոնք ընդհանրապես ոչ մեկ տեղյակ չէին, անգամ ես տեղյակ չէի, այո, բայց հայտնվում են ընթացքում մարդիկ, ովքեր հայեր են եւ ապրում են աշխարհի տարբեր երկրներում եւ ասում է իմ տատիկս պատրաստում է, մենք մինչեւ հիմա պատրաստում ենք այս ուտեստը եւ դու կյանքի ես բերում այդ ուտեստը եւս մեկ անգամ, որը 100 տարի առաջ կամ 200 տարի առաջ կամ դարեր առաջ պատրաստվել է, մոռացվել է, իսկ հիմա արդեն պատրաստում են մարդիկ։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Աբրահամը վերցնում է բաղադրատոմսեր, որ ուղղակի մարդկանց ընտանիքներում թաքնված է, ու այսօր մենք սիրում ենք, չէ, ասել չկան հայկական բաղադրատոմսեր, շատ քիչ է, հայկական խոհանոցը փոքր է եւ այլն, բայց իրականում այդպես չի, եւ խնդիրը երևի թե հենց այստեղ է, որ չկան մարդիկ, ովքեր լայն տարածում կտան այս բաղադրատոմսերին։ Այո, այդպես եմ կարծում։ Ներկա պահին, եթե չեմ սխալվում, 200+ բաղադրատոմս կա իմեջում, լավ հաշվենք, որից մոտավոր 200-ը հայկական բաղադրատոմսեր են ուտեստներ են։ Եվ որը շնորհակալություն շատ, որը պատրաստվել է 2 տարվա ընթացքում։ Այսինքն նայեք, ամեն անգամ պատրաստելուց ինչ նոր բան ես գտնում, բերում ես եւ պատրաստում ես։ Իրականում շատ կան հայկական բաղադրատոմսեր, բայց ես այստեղ նայում եմ, որ ինքը սез եղանակի հետ գնա։ Ես նայում եմ, որ մարդ արդյոք կպատրաստի այդ ուտեստը։ Ես նայում եմ վերջնական իր կիրառվի թե ոչ։ Օրինակ շատ հայտնի խավիծը նախկինում շատ մեծ լայն տարածում ուներ, բայց մեր օրերում այլևս մարդ դրա կարիքը չունի։ Շատ եմ սիրում խավիծ։ Իմ մանկության ամենասիրելի ուտելիքներից մեկն ա եղել, որը երրորդ նկարելուց նոր ստացվել է։ Առաջին անգամ պատրաստեցի Հայաստանում, լրիվ չստացվեց բացարձակ, երկրորդ անգամ գնացի Վրաստան, տատիկիս հետ պատրաստեցի, բայց տատիկս մոռացել էր, որ սառը ջուր պետք է լցնենք, ավելացնենք, չստացվեց, բայց հետո պատրաստեցինք, ստացվեց, ափսոս չկարողացա վիդեո նկարել դա, չկարողացա, եւ արդեն եկա Երևան անցած տարի նոր վերջապես իմ մոտ ստացվեց դա պատրաստել։ Մենք օրինակ չենք ավելացնում թթվասեր։ Այո, շատ անգամ յուղով եմ պատրաստում։ Յուղին է փոխարինում թթվասերը, այս դեպքում ռեժանը։ Իրան որ խփում են լավ յուղը, այդ ռեժանը իրանից ստանում են կարակ ու թան։ Ես հասկացա։ Այդ զանգվածը։ Ինձ հետաքրքրեց այս տարբերակով խավիծը։ Շատ համով, իմ դուրս շատ է կարում, ինքը թեթևակի թթվաշոտ է։ Հիմա կա հոլովակ։ Հոլովակ հաունն է։ Աբրահամի ձեռագիրը մի փոքր այլ է, հիմնականում ինտերիերում մարդիկ իրենց խոհանոցներում են պատրաստում կամ որևէ ինչ-որ տաղավար են ստեղծում, տան պայմաններում թեկուզ կամ ոչ միայն։ Սա նորություն էր էքստերիերում իրականացնել նկարահանում։ Այո, մեկ էլ ուտելը շատ անգամ ես որ ինչ որ ուտես պատրաստում ես առաջի անգամ եմ ուտում հենց կամերայի մոտ, այսինքն ինքը իրական ռեակցիա է, առաջի անգամ տես ինչ եմ զգում, որովհետև դա շատ կարևոր է որ մարդ տեսնի քո ռեակցիան, թե դու ինչ ես զգում դա փորձելուց, եւ դրանից հետո էլ շատերը սկսեցին իրենց հոլովակների մեջ ուտել եւ շատերը սկսեցին դրսում հոլովակներ նկարել եւ իմ համար մի հատ մեծ երազանքի պես մի բան է Երևանում հոլովակներ նկարելը
շատ վիդեոներ ունեմ նկարած հարաբերության հրապարակ, կասկադի վերևի հատվածում, օպերա, դա շատ եմ սիրում, որտեվ շատ հավես է, երբ դու լրիվ հայկական միջավայրում լրիվ երևում է գեղեցիկ ճարտարապետություն ու դու պատրաստում ես։ Ինչպիսի համադրություն։ Տես ամեն ինչ արվեստի ես վերածում, ավելի փորձում եմ, որովհետև աշխատում եմ մենակով ամեն ինչ անել։ Իսկ երկերի ընտրությունը ինձ է հետաքրքիր։ Երկերը ամենաբարդն է։ Կրկին ես եմ ընտրում երգերը, բայց ունեմ ընկերներ, շատ լավ տաղանդավոր մարդիկ, ովքեր երգիչներ են, ովքեր ստեղծագործ մարդիկ են, շատ անգամ նաև իրանք են օգնում, նաև վերցնում եմ իրանք երգերը, նոր արտիստներ են, իրանք sense հայկական ավելի մոտեցմամբ են երգում։ Որ երգի տակ։ Չգիտի երգ։ Մենք երգ կփոխանցենք, մենք էլ ենք երգում։ Ես ու Միքոն երգ ունենք ու հայկական մոտիվներով, շատ հայկական։ Okay, շատ բարի։ Այսօր հենց փախլավա եմ պատրաստել, որ վիդեոն երգը ուղարկեք, հենց ձեր երգի տակ կփոստեմ այդ հոլովակը Լեռների մասին է, թե ինչ։ Հա, okay, խնդիր չի դա։ Կապամիկ։ Շատ եմ անում, ունեմ շատ լինում է, որ համեղ չի լինում սնունդը, որ ցույց եք տալիս կամերային։ Ու ձևեր թափես, որ ամեն ինչ լավ է։ Չէ, համեղ գիտեք, որ նա տենց դեպքեր եղել է, մի երկու դեպք եղել է, որ դուրս չի եկել, հետո այդ վիդեոները ջնջել եմ, բայց ես նենց եմ պատրաստում, որ իմ դուրը գա այդ։ Չեմ վերս պատրաստում մի բան, հա, նենց բան ես, որ գիտես սիրելու ես, հա։ Որ ես էդի կհավանեմ, կսիրեմ, էդի կուտեմ։ Չեմ անում մի բան, որ ես չեմ ուտելու այդ, ես ավելուկ երբեք չեմ գերել Վրաստան, ընդհանրապես։ Դաժե որ տատիկս ավելուկ էր պատրաստում, ես թափում էի այդ ուտելիքը, տուն չէի գալիս այդ օրը։ Հոտ անգամ, դաժե համեր չէի ուզում փորձել իր հոտից։ Բայց ես փորձեցի Հայաստանում 2 տարի առաջ ավելուկը համադրեցի սմբուգի հետ, որ իմ ամենասիրելի ուտեստն էր, ավելացրեցի տոմատի մածուկ, ավելացրեցի պոպոկ, սխտոր եւ ինքը իդեալական համեղ էր ստացվել, անգամ տարել եմ աշխատանքի վայր եւ 5-6 հոգի ովքեր ավելուկ չէին կերել, իրանք փորձել են ու սիրել են այդ ավելուկը։ Մի 1000 անգամ կներես այս մոնտաժի համար, բայց այս հոլովակն էլ պիտի դնես։ Ավելուկով ուտելիքը։ Հա, չկա ավելուկ, հա։ Կա նկարը, վիդեո նկարը։ Ես ինչի եմ ասում կներես, որովհետեւ դու ինքը մոնտաժի փուլում հավելյալ աշխատանք կարելի իրականացնել։ Ես հիմա ինչքան ասում եմ, այս կդնես, այն կդնես։ Հա, գիտես ինչ եմ հարցնել։ Ուզում եի ասեի, իսկ միտք չի առաջացել արդեն 200-ից ավել բաղադրատոմս ես հրապարակել, պլյուս լիքը բաներ ոչ միայն վերականգնես, այլև քո ձեռագիրը կա այս ամենի մեջ, այսինքն ինչ-որ փոփոխությունների ես ենթարկել, բերել ես մեր օրեր 21-րդ դար, ինչի չհրապարակել որևէ գիրք, որի միջոցով։ Դա չեմ ուզում այդ կախնիկը բացել, այդ գրքի, կարաս հարցը տաս մի ինչ-որ բան ասեմ այդ բաղով, բայց ամբողջական միտքը չեմ բացի։ Իրականում կա միտք, շատ հետաքրքիր միտք է առաջացել իմ մոտ, որ իրագործելու համար ես ուզում եմ ինքը լրիվ իդեալական պատրաստ լինի, որ ես կարողանամ շատ հետաքրքիր ու սիրուն ձևով հրապարակել տամ։ Ինքը Իրանով լինելու է առաջինը, ես չեմ տեսել Հայաստանում նման գիրք, շատ հետաքրքիր է լինելու։ Ես արդեն ուզում եմ ունենամ այդ գրքից։ Չեմ ուզում գաղտնիքները բացեմ, որ հանկարծ միտքս չկողանան, եկեք չբացենք։ Հուսամ հաջորդ տարի դա կիրագործվի եւ ի կատար գա։ Ինչ է պետք քեզ իրագործելու համար այս տարի, այլ ոչ չսպասենք մինչև մյուս տարի։ Ինչ պետքա, հələ կարող է այն մարդիկ ովքեր որ դիտում են աջակցեն, որ այս տարի լինի։ Կարծում եմ ներկապային մի փոքր հովանավորների խնդիր առաջանա եւ լավ դպագրական ընկերություն, որ կարողանա իմ ամբողջ այդ միտքը իրագործել եւ նաեւ պետքա բոլոր ուտեստները կրկին մեկ անգամ պատրաստել, նկարել, ահագին աշխատանք է իր մեջ պարունակում, որ ամառը դժվար է դա իրականացվի, դա պետք է թեթև ժամանակ լինի ձմեռ կամ աշուն, որ կարողանամ այդ ամեն ինչը իրագործել։ Այն սեզոնին, երբ որ դուք արդեն մի քիչ ավելի թեթև գրաֆիկ հունվար-փետրվարից թվում է մյուս տարի հուսամ տա Աստված վերջնականապես իմ երկու նպատակ ունեմ կապված բլոգի հետ, չէ 3։ Սա մեկն էր, որ իրագործեմ, հաջորդը, որ edge-ը դուրս կգա հայկական միջավայրից դուրս, այսինքն ավելի այլ մարդիկ էլ կհետևեն, այլ ազգի մարդիկ, որը մի քիչ տեսնում եմ այդ շարժը, հետևում են մարդիկ, բայց շատ քիչ այլ ազգիներ։ Եվ երրորդը ինչ որ փոքր համեղ հատված Երևանում, որտեղ մարդիկ կկարողանան գան, փորձեն, համտեսեն, զրուցեն եւ հետաքրքիր ժամանակ անցկացնեն։ Օ, քո մտքերին ու գործերին լիքը հաջողություն։ Շնորհակալություն շատ։
Մենք գտնվում ենք Stella Beauty Bar-ում։ Մինչ դուք կվայելեք ձեր ամերիկանոն կամ էսպրեսոն էսթետ մթնոլորտում, Stella Beauty Bar-ի մասնագետները կօգնեն ձեզ պատրաստվել կյանքի ամենակարևոր իրադարձություններին։ Մատնահարդարում, ոտնահարդարում, վարսահարդարում, դիմահարդարում, թարթիչների հոնքերի լամինացիա, բիոտատուաժ, ձևավորում եւ շտկում։ Արի Stella Beauty Bar։ Արի վերադառնանք մանկություն։ Ես քո խոսքից արդեն ինձ պարզավ, որ ձեր տանը եղել է այդ ծեսը, ընտանիքով սեղան նստել եւ այլն, բայց այնուամենայնիվ հարցնում եմ, չեղել։ Հարցերը հիշում եմ։ Լավ։ Արդյոք քո ընտանիքում այդպես է եղել, մի սեղանի շուրջ հավաքվելու այդ ծեսը իրականացվել է, թե ոչ, միասին ճաշելու, ընթրելու եւ ամենակարևորը, ուզում եմ այստեղ մի շեշտադրում անենք այս հարցի շուրջ, արդյոք մանկությունից են գալիս քո բոլոր հիշողությունները համային ռեցեպտորների մասով եւ արդյոք հենց դա էր պատճառը, որ ընտրվեց այս ոլորտը։ Նորություն չեմ ասի, որ համը, հոտը մեզ հիշեցնում է մեր կյանքի ամենաջերմ ու տաք օրերը, ու բացասական պահերն էլ հնարավոր է հիշեցնի, բայց հիմնականում մեր դրական բոլոր հիշողությունները թաքնված են հենց մեր ռեցեպտորներում, ականջ, համ, հոտ, այդպես, այդ մասով կուզեմ մի քիչ պատմես։ Կամ երկրորդ հարցից, հետո առաջին հարցին միանգամից կգանք։ Այո, քանի որ իմ ամենավառ, ամենաբարձ, ամենահամեղ հիշողությունները կախված են մանկության հետ, որովհետև ես երբեք ոչ միտեղ չեմ փորձել ավելի համեղ ուտելիքներ, ինչ փորձել եմ մանկությունում տատիկիս ու մամայիս պատրաստածից։ Անկամ ես չեմ կարող տենց պատրաստել ու ուտել, որովհետև իրանք թաքնված են մի այնպիսի տեղում, որ սենց լինում է դեպքեր, սենց արթնանում են այդ էմոցիաները, ուզում եմ դա պատրաստեմ ուտեմ, ահավոր ձև ուզում եմ գաթա ուտեմ, ուզում լավաշ ուտեմ, բայց մեկ է, ուզում պանիր ուտեմ, ինքը չունի այն համը, այն հոտը, ինչ ես երեխա ժամանակ էի փորձել եւ գերել, չկա այն որ դուրը բացում ներս ես մտնում, նոր թխած լավաշները սեղանին շարած կամ հացերը, ու այդ հոտը տալիս է, ասենց փողոցից գալիս ես վազում ես տուն, լավաշը պոկում, հացը պոկում ուտում ես, կամ մամայի սարկած ապուրը, որ ասենց հավով ապուր էր սարքում, ասենց շատ համը, որ վազելով գալիս ենք այդ հավով ապուրը ուտելու, որ ես երբեք չեմ կարող սարքել այդ նույն համերը։ Այո, ինձ թվում է, չի թվում ինձ, այդպես է, բոլոր խոհարարները, ովքեր հիշում են իրանց մանկությունը, այդ վառ համերը, բոլորին հենց այդ համերն է բերել դեպի խոհարություն, որովհետև մենք ունենք թաքնված մտքեր, հիշողություններ, ինձ թվում է այդ ամեն ինչը գալիս է հենց այդ մանկության այդ համերից։ Ես ինքս շատ եմ երեխա ժամանակ խանգարել տատիկիս նամանավանդ, երբ ինքը քաղցր էր թխում գաթա կամ ինչ-որ բան, գնում խմորից էի ուտում, ուզում էի ես այդ խմորն անեի, կռեմ անեի, մի հատ կտած կռեմից փորձեմ, մի հատ խմորից էի փորձում, ու այդ ամեն ինչը հիշում եմ։ Ինչ հիմա էլ որ պատրաստում, բարձրացի խմորից պետքա փորձեմ, կռեմից պետքա փորձեմ, այդ ամեն ինչը մնացել է։ Ես էլ եմ արել։ Սա բոլորը փորձած կլինեն երեխաներից։ Նաև հիշում եմ 10 տարեկան էի, երբ երեխաներով խաղում ենք Հայատում, մենք երեխաները մեր տունը շատ են, մենք 9 երեխա ենք, ու պլյուս մեր հարևանները երեխաները, որ հավաքվում էին, հիմնականում մեր Հայատում ենք հավաքում, մեր բակում ենք խաղում, եւ երբ սովածանում ենք, ինչ պետք է անենք, կամ տուն-տունիկ ենք խաղում, հավաքում ենք կանաչի, հաց, պանիր, ասենց երեխաներով հավաքվում ենք։ Հանդեսներ։ Այո, այդ հանդեսներն ենք արել եւ ուտում ենք, եւ թոնիրում ենք, կաղվում, Տոլմա չեք փաթաթել հողով, ցեխով։ տորթեր ենք սարքում եւ ուտացնում ենք փոքր երեխեքին, վատ բան ենք արել։ Եվ հիշում եմ, որ հիմնական ուտելիք սարքողը ես էի։ Ինչ որ մակարոն ենք սարքում, կամ կարտոֆիլ ենք ժարի տանում, կամ խորովում ենք կարտոֆիլ, նաև փոքր գետ ունենք, փոքր ծգներ ենք բռնում սենց, գրակ ենք վառում, խորովում ուտում ենք, ասենք, դա մենք 10 կամ 7-8 տարեկան ենք եղել, այդ ամեն ինչը արել ենք, ու շատ հետաքրքիր հիշողություններ մնաց այդ ամեն ինչից։ Դու նենց պատմեցիր, ես տեսա այդ ամեն ինչը, անգամ համն ու հոտը զգացի։ Պատկերացնով եկավ իմ մոտ, նման թոնիր կախվելու process-ը, երբ հացը թխում վերջացնում էին, անձրևոտ եղանակին թոնիրն էին կախվում երեխաներով ու Ալան դեպնակ էին խաղում, ինքը Էս չեն շարքում, թոնիր կախվել, ես մեկը չի հասկացել։ Թոնիրի այդ որ հացը թխում են, ինքը հենց հետո նստել շուրջը նկատի ունես։ Հենց նստում ենք տես, ոտերս կախում ենք թոնիրի մեջ։ Հենց գլոր հավաքվում ենք ու այդ խաղն ենք խաղում, ինքը հենց հաշվում ենք այդ ձեռների վրա։ Մենք ենք արել։ Ալան դեպնակ, ինչ որ տես խաղ ենք խաղում ու հենց հավես են ասնում այդ ամեն ինչը։ Մենք ծիպ ենք անում։ Իսկ ամենտեղ ինչ որ տարբեր անվանում է ունեցել դա։
Իսկ վերադառնանք այն առաջի հարցին, որ ընտանիքում նստել, հաց ուտել, ընտրել, այո, կար այդ ավանդույթը, ասենք մեր սեղանը բացում ենք, որտեվ շատ էինք այտենց երեխաները, մամա, պապա, տատիկ, ասենց հավաքվում ենք, հաց ենք ուտում, ասենց ամենքից հերթով բաժանում ենք, նամանավանդ ամենաշատ հիշում եմ թաթար բորագին, որը իմ ամենասիրելի ուտելիքն է, որը պարզ է, խմորից ու ջրից է պատրաստում, ուրիշ ոչի բան չկա։ Ամենակարևորը իրան, որ համեղ է դարձնում, հալած արդար յուղներ, որը տատիկս էր պատրաստում, եւ մածունը, որը էլի տատիկս էր պատրաստում, ասենք չկա ավելի համով բան, երբ 5 երեխա ասես կանգնում են, որ թաթար բերագին հերթով լցնում ենք, ասենք գնում ենք սեղանին, ասես յուղն ենք լցնում, հետո մածունը, հետո ուտում ենք, ու ամենահամեղը պահը, երբ ասես յուղով մածունը սրբում վերջում ուտում ես, հետի շատ համով է։ Վայ շատ ուրիշ ես բացում, սովածած է։ Այս հոլովակը կա բարբարով իդեպ։ Հենց բարբարով եմ խոսում, կա ու 1,300,000 հոգի նայել այդ հոլովակը եւ աշխարհի տարբեր երկրներից հայերը ասես գրում են, հիշում են, տենց հավեսեր։ Իսկ հիմա, որ վերադառնում ես քո տուն, արդյոք պատրաստվում են ինչ որ բաներ կա, որ շարունակում են պատրաստվել, յուղ պատրաստում են, ինձ ամենաշատ հետաքրքիր։ Հիմա իսկ քիչ են պատրաստում, մածունը պատրաստում են մինչև հիմա, հա մածունը մինչև հիմա պատրաստում են, յուղը չեմ կարծում, որովհետև անասուն չեմ պահում, կով չունեն հիմա, որը ես շատ կուզենայի ունենալ։ Իսկ առաջիկայում մտքումս կա 2 կով առնել իմ համար, որ յուղ մածուն բաներ ուղարկեն Երևան։ Բայց այդ հիմա ընտանիքը ավելի շատ քիչ հոգի են մնացել տունը, փոքր 3 փոքր, մամա, տատիկ, պապա, քուրերս ամուսնացել են, աղբերս ամուսնացել է, այն մի աղբերս Ռուսաստանն է, մեկը իմ հետ Երևանն է, հիմա փոքրեն են այնտեղ, բայց այն ինչ որ ես եմ տեսել, իրանք չեն տեսել։ Իմ համար ամենամեծ ցավը, երբ ես գնում եմ Վրաստան մեր գյուղ, ես չեմ տեսնում երեխաների այն մանկությունը, ինչ ես եմ ունեցել, նույն ծնողներից ենք, նույն տեղն ենք ծնվել, բայց իրանք չունեն այն, ինչ ես եմ տեսել, իրանք չեն զգացել այն, ինչ ես եմ զգացել, իրանք չեն ապրում այն, ինչ ես եմ ապրել։ Ես չգիտեմ իրանք եթե ասնի 10 տարի իրանք ինչ հիշողություններ կունենան, ինչ ես եմ ունեցել երեխա ժամանակ ու ինչ ես հիմա հիշում եմ։ Հետաքրքիր է, տես մենք հենց սոցիալական հարթակների մասին ենք շատ խոսում մեր էպիզոդներում։ Երևի հենց պատճառներից մեկն էլ է սա, հա, որ մարդկանց կյանքը շատ է փոխվել, որովհետև ուրիշ հարթակ է տեղափոխվել մեր իրականությունը, մենք ավելի շատ ապրում ենք սոցիալական հարթակներում, աշխատում ենք սոցիալական հարթակների համար, էլի աշխատում ենք մարդկանց համար, բայց այս ամեն ինչը վիրտուալ դաշտում է տեղի ունենում, դրա համար շատ է փոփոխվել մեր կյանքը։ Այս վտանգների մասին կխոսես։ Այո, ամենամեծ ցավը դա է 21-րդ տարի ամենամեծ, որովհետև բոլորի ձեռքը հեռախոսը երեխաները 7-8-9, դաժե 1-2 տարեկան երեխու ձեռը հեռախոս են տալիս, որ ինքը խաղա չլացի, բայց կարելի է երեխային այլ ձև զբաղացնել, եթե ես ամուսնանամ եւ երեխա ունենամ, ես արդեն գծել եմ ոնց պետքա վստահեցնում եմ հնարավոր է ոնց պետքա ապրի, ինքը հեռախոսը թարաբես չի տեսնելու, որովհետեւ եթե ես չլինեի մենք ճիշտ ճանապարհի վրա ենք մենք եթե ես իմ աշխատանքը չլիներ հեռախոսը, Instagram-ը, այս ամեն ինչը, ես դժվար թե օրվա մեծ մասը անցկացնել իր մեջ, որովհետև ինքը շատ է վանում ու շատ է տանում քեզանից քո ամենավառ էմոցիաները ու պլյուս քո էներգիան սպառում է։ Այո, պետք է ինձ թվում է, բայց շատ բարդ է դա կառավարելը։ Հիմա ասում են լավ, թող հեռախոս խառնի, տունը նստի, տնից դուրս չգա, բայց մեր ժամանակ դրսից հազիվ են մեզ ներս բերում։ Իսկ հիմա ես որ գնում եմ այնտեղ, հազիվ ենք դուրս հանում երեխաներին խաղալու։ Փոքր հիմա մեր փոքր երեխեքը, փոքր աղբերս 9, քուրս 12, երբ մեծ աղբերը 14-15 տարեկան է։ Այս շատ լավ որ տարիքներ ասցիր, հեսա հարց կտամ ավարտի։ Իրանց շատ բարդ է տնից դուրս հանելը։ Ասենք ես էլ եմ եղել պատանի 15 տարեկան, բայց ես լրիվ ուրիշ ձև է, ինքը լրիվ ուրիշ ձև է, ինքը մի քիչ անկառավարելի է, ես ավելի կառավարելի էի, բաներ կա, որ ինձ թվում է ժամանակահատվածից էլ է գալիս ու դարից էլ է գալիս, որովհետև ամբողջ օր իրանք մեջն են, չեն ուզում կտրվեն իրանից, բայց մեր ժամանակ խաղեր էր, կորզնակոր, դրոշակ, վոլեյբոլ, ֆուտբոլ, մենք գնում խաղում էինք, անհնար էր մեզ կտրել, բերել դասի նստացրել, տունը դասանեինք։ Այդ օրինակ գայսա մի տարիք դու շեշտեցիր, որ դեռահաս են, հա, շուտով քո փոքր քույր եղբայրները։
Գալիս է մի տարիք, որ խնդիրները ավելի են, հա, մեծանում։ Եթե փոքր երեխայի դեպքում դու ուղղակի կարող ես արգելել ու հնարավոր է ուրիշ կերպ զբաղացնել երեխային, վստահեցնում եմ դա հնարավոր է անել, երբ որ մեծանում են, արդեն, չգիտեմ, 3-րդ, 4-րդ դասարան ու դասարանը բաղկացած է 20 հոգուց 19 ունեն հեռախոս եւ դու չունես, չէ՞ որ մեր կյանքը սոցիալականացված է ու կան երևույթներ, որ դու ուղղակի չես կարող քո երեխային հետ պահել, ինչքան էլ դու սկզբունքորեն դեմ ես այս ամենին, միևնույնն է, ոնց հետ պահես քո երեխային մի բանից եւ բոլորը ունեն։ Ոյ դա շատ բարդ է, որովհետեւ նամանոն այդ տարիքին իրանք ուզում են, ու չես էլ կարա դու հետ պահես, որովհետեւ դուրս են գալիս, գնում են ինչ-որ միտեղ, պետք է իմանաս իրանց մասին ուր են, ինչ են անում։ Բացի այդ ինֆորմացված լինելու մասով, ուղղակի որ երեխային հետ չպահել մի բանից, այն ինչ որ բոլորը ունեն, ինչքան էլ վնասակար է դա։ Այս պետք է ուղղակի Սահմանափակումներ, կոնկրետ ժամ հատկացնել երեխային, որ ինքը այդքան ժամ պետքա լինի ինտերնետի մեջ եւ նույն ակաունտից քաշել ինչ որ էջերը, դա գլնի խաղալու համար, դա գլնի YouTube, դա գլնի ինչ որ մի բան, որ դու ինքդ տեսնես թե երեխան ինչ է անում, որ ինչով է զբաղվում, այդպես լինում է կառավարել։ Այս վերջերս շատ հոլովակներ են տարածվել, թե ինչ վտանգավոր խաղեր կան, իրոք շատ խնդիրներով լի է այս թեման ու մեծահասակների զգուշությունը, որ պետքա հասցնել մաքսիմալի, որովհետև երեխեքը իրոք տուժողի դերում են այս։ Այո, դա շատ անգամ պատահում է նաև իրանց կյանքն են վտանգում այդ ամեն ինչով, որ շատ ցավալի է, պետք է այո բոլորը զգուշ լինեն իրանց երեխաներին, թե երեխաները ինչով են զբաղվում, վերցնեն հեռախոսը, նայեն հեռախոսը, այս երևույթը հակադիր կողմել ունի, ես շատ ընտանիքներ գիտեմ, որ ուղղակի երեխեքի ձեռքից այդ նույն որպեսզի ոնց որ չբռնանան, քանի որ երեխեքը անընդհատ ուզում են լինել հեռախոսի մեջ, փոխարինում են դա որևէ պարապմունքներով, օրինակ ինչ որ ժամեր են լցնում, պարի են գնում, տարբեր օտար լեզուներ եւ այլն, ու տենց էլ ստացվում է երեխեքի կյանքը էլի չկա խաղ, էլի չկա ոչինչ, անverջ իրենք պարապմունքների մեջ են, այսինքն չկա այդ ոսկե միջինը։ Գյուղում մի քիչ բարդ է, քանի որ տենց բաներ չկա, ասենք դու հելար, դու պետքա կամ խաղաս, կամ պետքա հեռախոսի մեջ մտնես, չկա ինչ պարապմունք, այլ ընտրանք չկա, որ շատ ցավալի է, այդ դա էլ որ ես գնում եմ, ես էլ որ պատկերացնում, եթե ապրեի գյուղում, ես չգիտեմ ոնց կապրեի եւ երեխաներիս համար արդյոք ապահով կլինի գյուղում ապրելը, միակ բանը, որ մտածելով իրանց ապագայի մասին, ինչ անեն իրանք, որ կարողանան հասնեն իրանց ուզածին, իրանց ինչն է հետաքրքիր ավելի, իմ ժամանակ չի եղել, ասենք ես չգիտեի ինչն է որն է իմը, այո, ես շատ եմ ուզում երաժշտական ինչ որ մի Ավարտի, հա։ Հա, ասել եմ որն է քոնը։ Շատ բարդ է գալ նրան, թե ինչ ես դու իրականում ուզում, շատ բաներ եմ փորձել, նկարչություն, խոհարարություն, վարսավիրություն, UX դիզայն, համալսարան, ռեստորանում համարյա ամեն հաստիկում աշխատել եմ, մատուցող բարմեն, դաշը կանծապա, բայց վերջը գտա իմը, որ այո, ես սիրում եմ ստեղծել ինչ-որ մի բան, ես սիրում եմ խոհարարություն եւ հնարավոր է հոբին, մասնագիտությունը միացնել իրար, ստեղծել ինչ-որ աշխատանք եւ աշխատել։ Դե եւի 21-րդ տարի ամենալավագույն մասնագիտություններից մեկը նաեւ բլոգերությունն է, բլոգեր լինելն է, որովհետեւ ինքը ես համարում եմ մասնագիտություն եւ շատ ջուղեր է պարունակում իր մեջ, որովհետեւ դու պատրաստում ես, դու նկարում ես, դու մոնտաժում ես, դու հրապարակում ես, զբաղվում ես այդ ամեն ինչով, քեզ ավելի է աճեցնում եւ ավելի զարգացնում, այո։ Քանի որ շատ ես ուսումնասիրել հայկական խոհանոցը ու քո կոնտենտի հիմքում հենց հայկական խոհանոցն է, արի միասին հասկանանք ինչն է պատճառներից մեկը, որ գերիշխում է հայկական խոհանոցում հացահատիկեղենը։ Իսկ ավելի շատ տարածաշրջանից է, թե ինչ է աճում տարածաշրջանում եւ հագեցվածությունը թե ուտես պատրաստելուց ինչքանով կհագեցնի մարդուն, քանի որ առաջներում մարդիկ ավելի շատ դաշտերում են ապրել, աշխատանք են կատարել եւ ավելի շատ իրենց հագեցնող ուտեստները սնունդը հարկավոր եղել, դրա համար ավելի շատ յուղ են օգտագործել, ավելի շատ հաց են օգտագործել եւ հացահատիկեղեն եւ դրանից է որ մնացել է եւ ավելի շատ այդ հացահատիկեղենն են օգտագործել եւ միջիմա կիրառվում է։
Օրինակ Pepperoni-ի հետ խոսում ենք հենց այդ թեմայով, որ եթե նախկինում օգտագործում ենք նույն այդ յուղը, այդքան բարձր կալորիականությամբ նույն հացահատիկի գնի եւ այլն, բայց մարդիկ դրա դիմաց այնքան աշխատանք էին անում, որ ուղղակի այրում էին այդ ամբողջ կալորիաները, իսկ հիմա եթե մենք նույն կերպ շարունակենք ապրել, այլ է, հա, այսօր մեր կյանքը։ Իսկ հիմա կարելի է համադրել, այսինքն բանջարեղենները, հացահատիկեղենը իր քիչ վերցնել հացահատիկեղենը եւ բանջարեղեն օգտագործել համատեղ, յուղի փոխարեն օգտագործել բուսայուղ, զեյթունից հետ, իսկ ինքը բալանսավորվում է, ստացվում է շատ հետաքրքիր համադրություն։ Հետո մեր օրերի համար մեր շարժին համահունչ կալորիականության քանակ։ Այո։ Իսկ ինչպիսին է Աբրահամի կյանքը։ Դու սիրում ես սննդային վարքին հետևել, ունենալ սննդային վարք, թե այս մեր վերջին տարիների հայկականացված իրականության մեջ ես տեղավորվում, խորովածային աշխարհն է քոնը։ Իմ ամենաբարդ հարցը եւ ամենաբարդ իմ ապրելաձևը գնում եմ մարզվելու, բայց սննդակարգը այդքան չեմ պահում, որովհետև իմ համար բարդ է։ Ես չեմ կարող ուտեմ մի բան, ինչ չեմ սիրում։ Եթե սիրտս հելա ուզես քաղցր, ես պարտադիր պետք է քաղցր ուտեմ։ Եթե հելա սիրտս ուզեց տապակած ինչ-որ մի բան, ես պարտադիր պետք է տապակած ինչ-որ մի բան ուտեմ։ Եթե հելա քաղաք սիրտս ուզեց լամաջո, ես պարտադիր պետք է լամաջո ուտեմ։ Կարծում եմ հնարավոր է պահել, եթե ունես մի փոքր կամքի ուժ, առողջ սնունդը կարելի է պահել, իսկ շուտով կփորձեմ մի քիչ զսպել ինձ, կոնե մի քիչ պահեմ այդ առողջ սնունդը, առողջ ապրելակերպը, որովհետև հիմա դա շատ կարևոր է, որովհետև շատ անգամ դուրս գնալուց դու չգիտես ոնց է պատրաստում տվյալ ուտեստը ռեստորանում կամ սրճարանում կամ արաքսնդիկ այդ ինչ-որ մի բան ես վերցնում ուտում, արդյոք դա առողջ է թե առողջ չի, իրական ինչի՞ս է պատրաստված։ Այո։ Դրա համար տունը պատրաստել առողջ սնվել, ինձ թվում է հիմա հնարավոր է եւ գովելի է, եթե լինի, իհարկե եթե պատրաստվի տունը։ Ընտիր ինձ թվում է քո պարագայում այդ խնդրեմ չի, մեկը ամբողջ օրը պատրաստում է։ Մի քիչ ալարկոտ եմ այդ առումով։ Եթե լրիվ մենակ ապրեի, ինձ թվում է հոլովակների համար պատրաստես ուտես հերիք է էլի։ Դա էլ կա, մեկ էլ մի բան էլ կա, այդքան որ պատրաստ շաբաթը 3 հոլովակ նկարում եմ մեջից, բալյուբոմու ես պետքա խախտեմ իմ առողջ սնունդը, որովհետև շատ անգամ քաղցր եմ պատրաստում կամ լրիվ բարձր կալորիականությամբ ուտեստներ եմ պատրաստում։ Եթե որակյալ սննդամթերքներով ես պատրաստում նույն անուշեղենը, Ոսկով ասեց որ դա առողջ սնունդ չի։ Ես իմ ուտելիքները պատրաստելուց փորձում եմ սնունդը պահեմ, որովհետև շատ կարևոր է որակյալ սնունդ օգտագործել եւ դա էլ ֆուդ բլոգերների շատերիս երևի մեջ կա որ ավելի բարձր պրոդուկտներ են, բարձր արժողությամբ եւ որակով պրոդուկտներ են օգտագործում, որովհետեւ ուտեստը պատրաստելու դու չես կարող շատ ինչ որ ամենաէժան ինչ որ պրոդուկտը վերցնես, պետքա նաեւ կադրի մեջ սիրուններով, պետքա որակը պահես, պետքա համով ստացվի, նամանավանդ քաղցրեր պատրաստելուց պարտադիր է որակով կարակ օգտագործել, նորմալ ամեն ինչը տեղին օգտագործել։ Խոհարարությունն այլևս արվեստ է, ամբողջ աշխարհում դա ընդունված եզրույթ է, ու նույնիսկ գեղարվեստական ֆիլմեր են այդ մասով նկարահանվում, շատ մի խոսքով արվեստի կողմից է ներկայացվում այլևս խոհարարությունը, բայց եթե վերադառնանք, սա կենսական նշանակություն ունեցող, հա, մի երևույթ է մեր կյանքում, եւ այնուամենայնիվ սա ի սկզբանե արվեստ չի եղել, արհեստ է եղել, բայց ճանապարհին է արհեստից արվեստի վերածվելու։ Այս մասով ինչ կասես, ըստ քեզ արդարացված է այս երևույթը։ Կարծում եմ արդարացված է, որովհետև մենք ժամանակի հետ ավելի զարգանում ենք եւ վերջ-վերջո 21-րդ տարին է եւ ամեն ինչ պետք է շատ իդեալական սիրուն լինի, մատուցումը շատ կարեւոր է, որովհետեւ առաջինը մարդու աչքն է տեսնում, թե ինչ ձև է մատուցվում, ոնց է մատուցվում, երկրորդը արդեն ցանկությունն է առաջանում։ Այո, արդյոք գերում է որ մարդը քաշի ուտի իրան, իսկ հիմա ունենք շատ լավ խոհարարներ, շեֆ խոհարարներ, ովքեր շատ հետաքրքիր ձև են յուրովի են մատուցում ուտեստները եւ գնում դրսերը վերապատրաստում գալիս են, ես շատերին հետևում եմ եւ շատ բաներ եմ սովորում իրանցից, որովհետեւ դա շատ գովելի է, երբ դու զարգանում է իրոք ոլորտը, երբ դու խոհարար ես, բայց եւ այնպես դու մի այլ ձև ես ներկայացնում պատրաստում ուտեստը, որ չես ուզում անգամ կպնես ուտես, այդքան սիրուն ու գեղեցիկ են մատուցում եւ դա շատ կարեւոր է
իրականում, որովհետև հիմա դարը ավելի շատ ինտերնետային տար ասեմ, ինչ ասեմ, որ ավելի շատ մարդիկ տեսնում են, բտտվում է, այնտեղ այս ձև են մատուցում, այստեղ այս ձև են մատուցում, կարելի է գնալ այնտեղ փորձել, դե իհարկե այս ամեն ինչի հետ մեկտեղ պետք է նաև համը պահպանել, որովհետև շատ կարևոր է միայն տեսքը չի, որ պետք է գեղեցիկ լինի, այլ նաև կարևոր է համը, թե արդյոք ինքը այդ նույն համը կունենա, թե չէ։ Ձև եւ համ։ Երբեմն խնդիրը միայն ձևի մեջ է, շատ պարագայում։ Օրինակ, չեմ ուզում նշել ինչ որ տարածաշրջան, հենց մեր երկրում կա սրճարանների շարք կա, որտեղ բերում են սենց մի փոքրիկ ափսե, ափսեի մի անկյունում մի փոքրիկ սենց եսիմ ինչ ձևավորած, ճստլիկ եսիմ ինչ որ անհնար է դու դրանով կշտանաս կամ չգիտեմ, այդ ինչա անուշեղեն կլինի, ուտելիք կլինի, ինչ ուզում ա լինի։ Այսինքն միայն ձևի մեջ է խնդիրը դարձել, այդ չափաբաժնով մարդը ոչ կշտանում է, չգիտեմ, ու թանկարժե։ Իրականում ամեն ինչ կախված է մթերքները, նախ գներն են բարձրանում, արդյոք այդ տարածքը վարձակալությամբ է, թե վարձակալությամբ չի, ովքեր են աշխատում, ոնց են աշխատում, ինչ թիմ է աշխատում, բայց կարծում եմ մի փոքր Հայաստանում վերջի մի քանի տարվա մեջ գները իրականում բարձրացել է, ասենք Եվրոպայի գներին նմանվել։ Գնի մասին չի է խոսքը, այլ այդ որ ամբողջ ուշադրությունը տրված է մատուցման ձևի վրա, բայց չէ որ այդ ափսեի մեջ պետք է հաշվարկել։ Մարդը օրինակ վերցրեց բուրգերի, ենթադրենք բուրգեր վերցնենք օրինակ, վերցրեց ինչ որ սեթ, հավաքածու վերցրեց, նենց չափաբաժիններով է տրված, որ ռեալ չի, որ մարդը կշտանա։ Ուզենա նենց են անում, որ ուզենան երկրորդն էլ վերցնեն ուտել, որը ավելի հագենան, բայց ես սենց եմ նայում, իմ համար ամենակարևորը համն է, տեսքի այդ թիթիզ մոտեցում այդքան էլ իմը չի, ես մի քիչ չեմ ընդունում ավելի շատ, որովհետև հիմա իմ համար պակասում է պարզությունը, պետք է ուտելիք իմ համար շատ պարզ լինի ու հասկանալ լինի, թե դու ինչ ես ուտում, արդյոք կհագենաս թե չես հագենամ, տեսանելի լինի, այո։ Ես Իտալիա էի գնացել, չափաբաժիններն այնքան մեծ է այնտեղ, լուրջ եմ ասում, ասենք ու նույն գներն է ինչ Հայաստանում, ինչ որ մի բան վերցնես ու ավելի համով է այնտեղ, քան ստեղ ինչ որ միտեղ, ինչ որ բան պատվիրելուց, որ կարող ես փորձել, բայց էլի ստեղ կան բաժանվում են էլի երկու մասի, կա տեղեր իրոք համով է, կա տեղեր ուղղակի ձևի համար է, ավելի շատ աշխատում են ինտերիերի վրա, ասենց նկարելու զոնաներ են անում, որ աղջիկները գնան սիրուն սելֆիներ անեն, նկարեն, տարածեն, որ մարդիկ գնան այդտեղ, ամենտեղ չի որ այդպես է, կան տեղեր իրոք որտեղ որ համը կա, ես հիմա ուղղակի հարցը բարձրացրեցի, բայց չի նշանակում որ բոլոր տեղերում ունեն։ Շատ տեղերում, թիթիզ այդ ամեն ինչը օգտագործում են, որ թիթիզ աղջիկները գնան, սելֆիներ անեն, տարածեն, դա էլ է ինչ որ չափով, այո, մարքեթինգային քայլ է, որ հիմա ակտուալ է եւ ինչու ոչ, եթե կան վաճառեն, ինչ չվաճառեն։ Դե լավ, դե վաճառեք։ Մենք չենք գնա այդպես թանկ տեղերի։ Եթե մեջի մարդ ես, օրինակ ես այդպես լսում եմ, հասկանում եմ, որտեղ կարելի է գնալ փորձել, որտեղ չի կարելի գնալ, արդյոք ինձ դա պետք է փորձել, թե պետք չի։ Ասեք, եթե աշկդ տեսած է ամեն ինչ, հասկանում ես ինչ որ չափով, արդեն գիտես ուր գնաս, ոնց գնաս, ում հետ գնաս։ Շատ անգամ շատ տեղեր զուտ այդպես են անում, որ զույգերը գնան, sense թիթիզ չոր։ Հայաստանում քո սիրելի վայրը։ Այ հետաքրքիր հարց է։ Հիմա ես որ տամ չեմ կարող ինչ-որ կոնկրետ անուններ տամ, որ ինչ կգա այս պահին մտքիդ։ Եկեք առանձնացնեմ Սյունիքը, քանի որ կեսով չափ նաև Սյունիքից եմ, մամաս Տաթևից եմ։ Եվ ինչ որ չափով այո Տաթևին ցկում է դեպի ոչ միայն Տաթևը Սյունիքի մարզից ձգում է այնտեղ խոհանոց էլ կան ուտեսներ այո որ սիրում եմ եւ համեղ է շատ եւ այնտեղի թե կատնամութերքն է շատ համով ունեն չարաթանով պատրաստած ուտեսներն են համով այո խաշիլն է շատ համով որ այս վերջերս էլի նկարել է հենց կապանում հա եւ նույն ժինգալով հացը նաեւ Սյունիքում են շատ պատրաստում իրենց բույսերով որը շատ համեղ է այո կան շատ համեղ ուտեսներ կան Սյունիքում եւ տարածաշրջանում հա Սյունիքի մասով մի բան հարցնեմ էլի միք Մարկոն ինչ ուտեստեր հավանել կապանում որ կերել էր անունը կհիշես Մի րոպե ես մի հատ նայեմ Կուրկուտ հələ կասես դու կուրկուտ ունես նկարած Չէ դա չունեմ
Իսկ կնկարես, որ ուղարկենք Մարկոին, այլազգի մի ռեժիսոր կա, ով վերջերս Հայաստանում էր, մենք նստած էինք նույն սեղանին ու ասաց, որ տարիներ առաջ Կապանում կուրկուտ ա կերել ու սիրահարվել այդ համին ու ուղղակի ուզում ա իմանալ, թե դա ոնց են պատրաստում։ Մեծ սիրո։ Ու ես չգտա համապատասխան նորմալ հոլովակ, որ կարողանայի տրամադրել իրեն։ Ինձ թվում է մի ամսից երևի գնալու եմ Կապան, էլի կամ Սյունիք, այնտեղ պատրաստեմ։ Պայմանավորվեցինք։ Մեզ թեք կանես։ Անպայման։ Կապանի մասին մի հատ վիդեո եմ այսօր post-ելու, ուր գնալ Կապան, այտենց մի քանի լոկացիա ընտրել եմ։ Դե արդեն կուրկուտն էլ է մի քիչ երևում ամանի մեջ, բայց այս ուզում էի նկարել վիդեո կուրկուտի, բայց չհասցրեցի։ Սիրում ես։ Փորձել եմ, բայց շատ շուտ եմ փորձել։ Իսկ մը կսիրեմ ես, ծավալա, միսնա, համով կլինի։ Հարիսային նման է շատ համարյա, բայց այդքան կշիլայատիպ չի ավելի շատ։ Մի հոգի կա, ով պատրաստում է կուրկուտ, ինձ թվում է իր հետ կգնկարեմ վիդեո, հենց Կապանում, Խուստուփի հենց ֆոնին։ Օ, մենք սպասում ենք Խուստուփի ֆոնին կուրկուտ։ Այո, կլինի։ Իսկ մը կլինի, այս տարի կլինի հաստատ միջև աշուն։ Պատմի ոնց ստացվեց, որ սկսեցի բլոգ վարել եւ հատկապես որ հոլովակից հետո էր, որ որոշեցի ուզում ես զբաղվել ես ամենով։ Ուզեցի վարել 2022 թվականին, բայց այդ ժամանակ սովորում եմ UX design եւ այդ ընթացքում մի հատ հոլովակ նկարեցի, Պանրխաշ, շատ եմ սիրում Պանրխաշ, այդ էլ իմ ամենասիրելի ուտեստներից մեկն է մանկության, լավաշով, պանրով։ Այդ հոլովակը մի քանի օրում համարյա 500-600 հազար դիտում հավաքեց, բայց էլի ոչ մի բան չարեցի, սովորեցի, տենց ավարտեցի։ 2023 թվականին արդեն սկսեցի պատրաստել բաղադրատոմսեր, դեմից խառը վիդեոներ էի նկարում, բայց հետո տեսա մի հատ հոլովակ, որտեղ Գողի պետության ինչ-որ մեկը, բլոգեր, մեր ուտեստները ներկայացնում է իրանցը եւ մեր երկերի, Սայատնովայի երկերի տակ, ու այդտեղից միտք առաջացավ ինչի չկա հայ տղա կամ ինչ-որ մի հայ մարդ, ով կանի տա եւ հայկական ուտեստներ կներկայացնի, կպատրաստի ու կներկայացնի բոլորին որպես հայկական եւ այդտեղից սկսեցի պատրաստել հայկական բաղադրատոմսեր, մարդկանց կողմից սիրվեց եւ Գաթայի բաղադրատոմսից հետո էջը ակտիվացավ եւ մարդիկ սկսեցին միանալ եւ ոնց որ եթե չեմ սխալվում մի ամսում, երկու ամսում մաքսիմում 10,000, հետո 20,000, հետո որ ավելացավ աշխարհի տարբեր երկրներից ու հասկացա որ հենց դա էր պետք մեզ, որը որ չկար ներկապային Instagram-յան հարթակում եւ տեղը բաց էր ու բրավո քեզ, որ այդ միտքը եկավ քեզ մոտ հատկապես վերոնշված հոլովակից հետո։ Շնորհակալություն շատ։ Իսկ առաջիկայում ինչ սպասել քո կոնտենտից, ինչ նորություններ ունես։ Առաջիկայում ինձ թվում է ավելի շատ կլինեն բնության գրկում հոլովակներ, լրիվ բնության ձայների ներքո։ Իսկ ձայների պահը ոնց ես անում, ոնց ես ձայնագրում։ Առանձին ձայնագրում եմ հեռախոսով։ Ձայնագրող սարքով։ Չէ, ուղղակի հեռախոսով ձայնագրում եմ։ Ամեն ինչ հեռախոսով եմ անում ներկապահին։ Նաև միտք կա, որ ավելի բարելավել վիդեոների որակը, ավելի բարձր որակի մի քիչ բարձրացնել, որ ավելի կարողանա ինքը դուրս գալ Հայաստանից դուրս։ Հուսամ կկարողանամ դա իրականացնել, որովհետև ներկապային ամենամեծ միտքը դրված ալնելու դրա վրա, որ ինքը դուրս գա Հայաստանից։ Նաև կա մտքեր, որ եթե գնամ Եվրոպա, այնտեղից էլ մի քանի հետաքրքիր վիդեոներ անեմ, հենց իրանց տեղական ուտեստներ պատրաստելուց, անցած տարի փորձ եղել է։ Այս տարի կփորձեմ դա նույնպես անել եւ շատ լինելու այս տարի վիդեոներ մարզերից, մարզի ուտեստներից եւ ինչ որ հայկական հետաքրքիր բնության գրկում այդ տեսարանները, այդ էմոցիաները։ Մարդկանց շատ է դուր գալիս այդ հասարակ այդ ամեն ինչ պատրաստում բնության մեջ։ Քեզ մերսի Աբրահամ, որ եկար, քեզ մերսի, որ ստեղծել ես այս կոնտենտը, զարգացնում ես, մեծ ակտիվությամբ տարածում ես ու թող ամբողջ աշխարհին հասանելի դառնա սա, ոնց քո առաջ նպատակ ես դրել։ Ինձ թվում է մեզ համար եւս շատ կարեւոր է օտար երկրներում մարդիկ տեսնեն, որ տվյալ ուտեստը հայկական է, ակունքները որտեղից են, ովքեր են եղել պատրաստողներն ի սկզբանե ու տարածում գտնի ճիշտ ինֆորմացիան։ Աբրահամ, Նանես Քորների կողմից քեզ փոքրիկ նվեր ունենք։ Վաու, շնորհակալություն շատ։ Քեզ լավ որ ենք մաղթում ու քո սկսած գործին լիքը հաջողություններ։ Շնորհակալություն շատ, ձեզ նույնպես հաջողություն, շատ հետաքրքիր ստացվեց մեր այսօրվա ոդկասթը։
Ես հատկապես սպասում եմ ու ուզում եմ, որ ինչքան հնարավոր շուտ կյանքի կոչվի գրքի միտքը, գաղափարը, քեզ լիքը ուժ ու կորով այդ գործը գլխի բերելու համար։ Շնորհակալություն շատ։ Դե ինչ զրուցում էինք Աբ รา համի հետ, դուք դիտում էիք Սյուր իրականություն ոդքասթը։ Եվ Սյուր իրականությունն իրական է դառնում Էկորջ ստուդիոյի օգնությամբ։ Միացեք Էկորջ ստուդիոյի YouTube-յան ալիքին, լայքեք, բաժանորդագրվեք, կիսվեք, այդպիսով մեզ շատ օգնած կլինեք։ Ես Լինան եմ, լավ եղեք։ Podcast-ի գործընկեր Stella Beauty Bar